Եթե դու ժամանակին չես գնում թերապևտի, գուցե նաև անհրաժեշտ վիրահատական միջոցների, ինքը գալիս կանգնում է այստեղ, եւ հիմա այո ճիշտ եք, վեթինգի մասին խոսելը նույնիսկ կարող է անհեթեթ թվալ, բայց ինձ խնդրում եմ ասեք, իսկ որն է դրա այլ ընտրանքը։ Ինչ շարունակել ես կարգապահական վարույթներով լուծել մի հարց, որը պիտի լուծվեր վեթինգով, որովհետև ես նախարարների հետ եմ խոսել, ասում են դե կարգապահականով անում ենք այն ինչ որ դուք ուզում էիք ժամանակին։ Մինչդեռ մենք վեթինգը պատկերացրել ենք անընդհատ գործընթաց։ Ոչ թե մի անգամ մարդուն վեթինգի ենթարկեցինք մտավ համակարգ, այլ համակարգ մտնելուց հետո էլ անընդհատ պիտի այդ բարևարկության ստուգման գործընթացը հնարավոր լինի իրականացնել այստեղ։ Եվ սա իհարկե մենք հիմա դատական իշխանության մասին ենք խոսում, բայց մենք պարտադիր ենք համարում ամբողջ իրավական ոլորտի մասով։ Եվ սա պիտի լինի նաև իրավական քաղաքականության բաղկացուցիչը։ Եվ ամենակարևորը սա անձերից չպիտի կախված լինի։ Մենք պիտի ստեղծենք ինստիտուտներ, որոնք պիտի սահմանափակեն դատական իշխանության, որևէ իշխանության ուժային կառույցների այն բոլոր երևույթները, որոնք կարող են պետության համար խնդիր առաջացնել։